Ձեռքերս դողում էին, երբ բացեցի այն հին, փոշոտ արկղը, որը գտա տատիկիս տան նկուղում։ Ներսում մի նամակ կար, գրված 1915 թվականին, որը փոխելու էր ամեն ինչ, ինչ գիտեի մեր ընտանիքի մասին։ Ես Սոնա Մանուկյանն եմ, 68 տարեկան, այս պատմությունը պետք է պատմվի, նախքան շատ ուշ կլինի։ Նամակը գրված էր իմ մեծ մորաքրոջ, Արշալույսի ձեռքով։ Նա գրում էր Վանից, պատմելով մի գաղտնիք, որը մեր ընտանիքը պահել էր 4 սերունդ։ Նստեցի հատակին, նկուղի խոնավ օդը լցվեց անցյալի ուրվականներով, սկսեցի կարդալ։ Արշալույսը եղել էր բժշկուհի, մի բան անհավատալի այն ժամանակների համար։ Նա թաքուն սովորել էր բժշկություն ֆրանսիացի միսիոներներից, օգնում էր գյուղի կանանց։ Բայց ավելի կարևոր էր այն, ինչ նա արել էր 1915-ի ապրիլին, թաքցրել էր 100 հայ երեխաների քուրդ ընտանիքներում, փրկելով նրանց մահից։ Ես վեր կացա, ոտքերս թուլացած։ Ինչու՞։ Տատիկս երբեք չէր պատմել այս մասին։ Բարձրացա վեր, նամակը սեղմած կրծքիս, նայեցի տատիկիս լուսանկարին։ Աննա տատը նայում էր ինձ իր խորը, մուգ աչքերով, կարծես ասելով, ժամանակն է իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Գնացի խոհանոց պատրաստեցի սուրճ, այնպես, ինչպես տատս էր սովորեցրել։ Սուրճի բույրը հիշեցրեց ինձ մանկությունս, երբ նստում էինք տատիկիս հետ, նա պատմում էր Վանի մասին, բայց երբեք չէր խոսում պատերազմի մասին։ Հիմա հասկանում էի, ինչու։ Հեռախոսը զնգաց։ Աղջիկս, Անահիտը, զանգում էր Փարիզից, որտեղ աշխատում էր որպես լրագրող։ Ես պատմեցի նրան նամակի մասին։ Լսափողում լռություն տիրեց։ Հետո Անահիտը ասաց. «Մամա, ես գալիս եմ։ Մենք պետք է գտնենք այդ երեխաներին կամ նրանց ժառանգներին։ Սա պատմություն է, որը պետք է պատմվի»։ 2 օր անց Անահիտը տանն էր։ Մենք նստեցինք սեղանի շուրջ, ես, Անահիտը, իմ քույրը, Վարդուհին։ Նամակը դրված էր մեր առջ։ Վարդուհին, որը 71 տարեկան էր, հիշեց մի բան։ Տատիկը երբեմն արթնանում էր գիշերը, բղավելով մի անուն Ֆաթմա։ Մենք կարծում էինք, որ նա մղձավանջ է տեսնում։ Ֆաթման, ինչպես պարզվեց նամակից, եղել էր քուրդ կինը, որը թաքցրել էր Աննա տատիկին նրա քրոջը։ Նա վտանգել էր իր կյանքը, փրկելու 2 հայ աղջիկների։ Արշալույսը գրել էր, որ Ֆաթման նրանց պահել էր որպես իր սեփական դուստրերը, 3 ամիս, մինչ վտանգը անցել էր։ Անահիտը վերցրեց իր համակարգիչը, սկսեց փնտրել։ Նա գտավ, որ Վանում ապրում է Ֆաթմա անունով մի ընտանիք։ Կարող էր լինել, որ նրանք նույն Ֆաթմայի ժառանգներն են։ Որոշեցինք պարզել։ Մի շաբաթ անց մենք ճանապարհ ընկանք դեպի Արմատյան Հայաստան։ Ճանապարհը երկար էր, դժվար։ Անցնում էին գյուղերով, որտեղ մի ժամանակ ապրել էին հայեր։ Եկեղեցիները դարձել էին ավերակներ, բայց քարերը դեռ կանգուն էին, լուռ վկաներ անցյալի։ Վանում մենք գտանք Ֆաթմայի թոռնուհուն, Այշեին։ Նա 60 տարեկան կին էր, մուգ աչքերով, բարի ժպիտով։ Երբ ցույց տվեցինք նամակը, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Տատիկս միշտ պատմում էր այդ աղջիկների մասին, ասաց նա թուրքերեն, որը Անահիտը թարգմանեց։ Նա ասում էր, որ նրանք իր իսկական դուստրերն էին։ Այշեն մեզ տարավ իր տուն, որտեղ ցույց տվեց մի հին լուսանկար։ Այնտեղ կանգնած էին Ֆաթման, 2 հայ աղջիկներ, մի քանի քուրդ երեխաներ։ Ճանաչեցի տատիկիս երիտասարդ դեմքը։ Նա ժպտում էր, բայց նրա աչքերում կար մի տեսակ տխրություն, որը երբեք չէր լքել նրան։ Այշեն պատմեց, որ Ֆաթման պահպանել էր կապը հայ աղջիկների հետ, նույնիսկ երբ նրանք գտել էին իրենց հարազատներին տեղափոխվել Արելյան Հայաստան։ Նրանք գրում էին իրար, գաղտնի, մինչ Ֆաթմայի մահը 1969-ին։ Վերադարձանք Երան նոր հասկացողությամբ։ Պատմությունը բարդ էր, ավելի բարդ, քան մենք սովորել էինք դպրոցում։ Կային մարդիկ, ովքեր ռիսկի էին ենթարկել ամեն ինչ, փրկելու օտարների, այդ բարությունը չպետք է մոռացվի։ Անահիտը որոշեց գրել հոդված այս պատմության մասին։ Բայց նախ մենք հավաքեցինք ողջ ընտանիքը։ Նստած մեր հին տան մեծ սեղանի շուրջ, ես պատմեցի Արշալույսի Ֆաթմայի պատմությունը։ Իմ թոռները, Դավիթը, Մարին, լսում էին լայնացած աչքերով։ Դավիթը, որը 16 տարեկան էր, հարցրեց. Տատիկ, ինչու՞։ Մենք երբեք չենք լսել այս մասին։ Ես մտածեցի պատասխանի մասին։ Ինչպես բացատրել, որ երբեմն ցավը այնքան մեծ է, որ լռությունը դառնում է պաշտպանություն։
Որովհետ բալես երբեմն պատմությունները պետք է սպասեն ճիշտ պահին պատմվելու համար, ասացի ես։ Հիմա այդ պահն է։ Մարին, որը 14 տարեկան էր, ասաց. Ես ուզում եմ գնալ Վան հանդիպել Այշե տատիկին։ Ես ժպտացի։ Նոր սերունդը պատրաստ էր կամուրջներ կառուցել։ Այդ գիշեր ես երազ տեսա։ Արշալույսը Ֆաթման կանգնած էին միասին, ժպտալով։ Նրանք ոչինչ չասացին, բայց ես հասկացա, նրանք ուրախ էին, որ իրենց պատմությունը վերջապես պատմվեց։ Առավոտյան արթնացա նոր նպատակով։ Սկսեցի գրել մեր ընտանիքի պատմությունը, ոչ միայն ցավի, այլ սիրո, քաջության, մարդկային բարության մասին։ Ամեն օր նստում էի իմ հին գրասեղանի մոտ, որը պատկանել էր հորս, գրում էի։ Հարանուհիս, Գոհարը, եկավ այցելության։ Նա 72 տարեկան էր, իր ընտանիքն էլ էր եկել Վանից։ Երբ պատմեցի նրան մեր հայտնագործության մասին, նա լացեց։ Իմ տատիկն էլ է պատմել նման պատմություններ, ասաց նա։ Բայց մենք վախենում էինք դրանք բարձրաձայն ասել։ Հասկացա, որ մեր պատմությունը եզակի չէ։ Հազարավոր ընտանիքներ ունեն նման պատմություններ, թաքցված, չպատմված, սպասող։ Որոշեցի կազմակերպել հանդիպումներ, որտեղ մարդիկ կարող են կիսվել իրենց ընտանեկան պատմություններով։ Առաջին հանդիպումը կազմակերպեցինք մեր տանը։ Եկան 10 կանայք, բոլորը 60-ից բարձր տարիքի։ Նստած շրջանած, մենք կիսվեցինք մեր պատմություններով։ Սիրվարդը պատմեց, թե ինչպես է իր տատիկը փրկվել, թաքնվելով եկեղեցու նկուղում։ Նազելին պատմեց իր մեծ հորաքրոջ մասին, որը դարձել էր որբ մեծացել օտար ընտանիքում։ Ամեն պատմություն ավելացնում էր մի նոր շերտ մեր կոլեկտիվ հիշողությանը։ Հասկացանք, որ մենք ոչ միայն ողբերգության, այլ դիմադրության ժառանգներն ենք։ Մեր նախնիները գտել էին ուժ, շարունակելու, վերակառուցելու, նորից սիրելու։ Անահիտի հոդվածը հրապարակվեց միջազգային թերթում։ Արձագանքը ապշեցուցիչ էր։ Նամակներ էին գալիս աշխարհի տարբեր անկյուններից, հայերից ոչ հայերից, ովքեր կիսվում էին իրենց սեփական պատմություններով փրկության մարդկության մասին։ Մի օր ստացանք նամակ Գերմանիայից։ Գրում էր մի տղամարդ, Յոհաննես, որի պապը եղել է գերմանացի Սպա Օսմանյան կայսրությունում, օգնել է հայերին փախչել։ Նա ուներ փաստաթղթեր, լուսանկարներ։ Հրավիրեցինք նրան Հայաստան։ Յոհաննեսի այցը դարձավ իրադարձություն։ Նա բերել էր իր պապի օրագիրը, որտեղ մանրամասն նկարագրված էր, թե ինչպես է նա կազմակերպել փախուստի ուղիներ հայ ընտանիքների համար։ Այդ օրագրում հիշատակվում էր նա արշալույսը։ Կազմակերպեցինք ցուցահանդես, անհայտ հերոսներ վերնագրով։ Ցուցադրեցինք լուսանկարներ, նամակներ, պատմություններ այն մարդկանց մասին, հայ ոչ հայ, ովքեր ռիսկի են ենթարկել իրենց կյանքը, փրկելու ուրիշներին։ Ցուցահանդեսի բացմանը եկավ նա Այշեն, Վանից։ Երբ նա ես կանգնեցինք միասին Ֆաթմայի Աննա տատիկի լուսանկարի առջ, դահլիճը լցվեց արցունքներով։ Երկու ընտանիք, բաժանված պատմությամբ, բայց միացված մարդկությամբ։ Այշեն խոսեց, Անահիտը թարգմանեց։ Իմ տատիկը միշտ ասում էր, մենք բոլորս մարդ ենք, մարդկությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած ատելություն։ Ցուցահանդեսից հետո սկսեցինք նախագիծ, հիշողության կամուրջներ։ Նպատակն էր գտնել փաստագրել բոլոր պատմությունները փրկության օգնության մասին 1915 թվականին։ Երիտասարդները միացան մեզ, բերելով իրենց տեխնոլոգիական հմտությունները։ Դավիթը ստեղծեց կայք, որտեղ մարդիկ կարող էին բերբեռնել իրենց ընտանեկան պատմությունները։ Մարին սկսեց նկարահանել տեսանյութեր, տարեց մարդկանց հետ հարցազրույցներով։ Նոր սերունդը վերցրեց ջահը։ Մի տարի անց մենք ունեինք հավաքած ավելի քան 500 պատմություն։ Ամեն մեկը եզակի էր, բայց բոլորը միասին ստեղծում էին մի պատկեր, ոչ միայն ողբերգության, այլ մարդկային ոգու անհաղթահարելի ուժի մասին։ Հրատարակեցինք գիրք, լույսը խավարում։ Պատմություններ 1915-ից։ Գիրքը թարգմանվեց մի քանի լեզուներով։ Բայց ամենակարևորը, այն դարձավ ուսումնական նյութ դպրոցների համար, որպեսզի նոր սերունդը սովորի ոչ միայն ողբերգության, այլ հույսի մասին։ Իմ 70-րդ ծննդյան օրը ընտանիքը հավաքվեց նշելու։ Սեղանի շուրջ նստած էին 4 սերունդ։ Ամենափոքրը Աննան, Անահիտի դուստրը, ընդամենը 5 տարեկան էր։ Նա կրում էր իր մեծ տատիկի անունը։ Փոքրիկ Աննան հարցրեց. Տատիկ, ինչու՞։ Մենք այսքան պատմություններ ունենք։ Ես նրան գրկեցի, ասացի.
Որովհետ բալիկս պատմությունները մեզ հիշեցնում են, թե ովքեր ենք որտեղից ենք գալիս։ Դրանք մեր գանձերն են։ Այդ գիշեր, երբ բոլորը քնած էին, ես դուրս եկա պատշգամբ։ Երանի լույսերը փայլում էին ներքում, Արարատը հպարտ կանգնած էր հեռվում։ Մտածեցի Արշալույսի, Ֆաթմայի, Աննա տատիկի բոլոր նրանց մասին, ովքեր ապրել մահացել են պահպանելով մեզ։ Հասկացա, որ մեր պատմությունը շարունակվում է։ Ամեն սերունդ ավելացնում է իր էջը։ Եվ քանի դեռ մենք հիշում ենք, քանի դեռ պատմում ենք, քանի դեռ սիրում ենք, մենք կապրենք։ Վերադարձա ներս նայեցի Արշալույսի նամակին, որը հիմա շրջանակված էր կախված պատից։ Նրա բառերը դեռ հզոր էին, 100 տարի անց։ Սիրելիս, եթե կարդում ես սա, իմացիր, սերը միշտ հաղթում է ատելությանը, լույսը միշտ հաղթում է խավարին։ Ես ժպտացի։ Արշալույս քեռին ճիշտ էր։ Մենք ապացույցն էինք։